2024 թվականի նոյեմբերին ընտրություններից առաջ իր կողմնակիցներին տված խոստումներից որն է կատարել ԱՄՆ նախագահը առաջին 100 օրվա ընթացքում։ Նախ ուկրաինական պատերազմ։ Ռուսաստանը երբեք չէր հարձակվի Ուկրաինայի վրա, երբեք դա չէր անի։ Պուտինն ու ես հիանալի ենք իրար հետ։ Մենք շատ լավ ենք իրար հետ։ Սա լավ է, ոչ թե վատ։ Թրամփն իրեն կարգել էր ռուս-ուկրաինական պատերազմը բանակցային դաշտ բերելու թիվ 1 առաջնորդ։ Հայտարարում էր, որ եթե ինքը լիներ նախագահ Բայդենի փոխարեն, պատերազմը չէր էլ սկսվի։ You don't have the cards right now. With us you start having cards. But right now you don't you're playing cards. 2 ամիս առաջ Օվալաձև սենյակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա մատ թափտալուց հետո Թրամփը կարծես կամաց-կամաց հրաժարվում է իր միջնորդական առաքելությունից։ Հեշտ չէ Պուտինի ու Զելենսկիի հետ։ Հունվարից ռուս-ուկրաինական ճակատում միայն 577 ուկրաինացի է զոհվել։ Բայդենի վարչակազմին քննադատող աշխարհին խաղաղության խոստումներ տված Թրամփն ամերիկան հզորացնենք նորից գրությամբ գլխարկով հունվարի 15-ից անձամբ է վերահսկում Եմենում հութիների թիրախներին հարվածելու գործողությունը 123 մարդ է զոհվել։ Գազան գրավելու եւ ճգնահ երկիր դարձնելու փորձերն էլ կարծես չեն հաջողվում։ ԱՄՆ բանագնաց Վիտկոֆին չհաջողվեց հրեա պատաններին տուն վերադարձնել։ Մարտի 18-ին կարճատև հրադադարից հետո Իսրայելը վերսկսեց հարձակումը Գազայում։ Թրամփի երթմնակալությունից հետո Գազայում զոհվել է մոտ 3000 մարդ։ Կարծում եմ Գազան հրաշալի վայր է։ Տարիներ շարունակ այդ կողմերում միայն սպանությունների մասին եմ լսում։ Պաղեստինցիները պիտի գնան այլ երկրներ։ Վստահ եմ, կլինեն երկրներ, որ կընդունեն նրանց։ Եվրոպական երկրների առաջնորդներից ցուրտ քննադատությունների արժանացող Թրամփը գոհ է իր կառավարումից։ Կարծում է, որ ինքն է կառավարում հիմա երկիրն ու աշխարհը, եւ ուրեմն ինչու ոչ։ Կարող է անգամ ամբողջ աշխարհի կաթոլիկ հոգևոր առաջնորդի աթոռին հավակնել։ Ես կցանկանայի լինել Հռոմի պապ։